մասին ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այս կարգախոսի մասին խոսել եւ հիշեցրել եմ հայտնի այն ձևակերպումը, որ դաշնակցության մահ կամ ազատություն կարգախոսի խնդիրն է, որ իրենք մահը տալիս են ժողովրդին, ազատությունը պահում են իրենց։ Եվ դա ճիշտն ասած փաստերով մի քանի անգամ առնվազն հաստատվել է։ Որովհետև ժամանակին դաշնակցությունը մահը տվեց Պողոսյանին, ազատությունը պահեց իրեն։ Այդ դաշնակցությունը 27-ին, հոկտեմբերի 27-ին մահը տվեց մյուսներին, ազատությունը պահեց իրեն։ 2008-ի մարտի 1-ին մահը տվեց այն 10 գնդակահարվածին, ազատությունը պահեց իրեն, որովհետև գնաց եւ կոալիցիա կազմեց այն ուժերի հետ, ովքեր որ շահառուն էին այն ահաբեկչական ակտերի, որոնք որ տեղի ունեցան։ Հիմա դուք եկել եք ասում եք մահ կամ ազատություն։ Ինքնիշխան պետության մեջ մահ կամ ազատության ձգտումը ինչին է միտված, կարող եք մի հատ բացատրել։ Կամ որ դուք անընդհատ ձգտում եք ազատագրվել։ Երբ որ դու չունես պետություն եւ ուզում ես ազատագրվել դեսպոտիզմից, դա ինչ որտեղ հասկանալի է։ Երբ որ դու ունես ինքնիշխան պետություն, դու ինչից ես ուզում ազատագրվել։ Եվ մի հատ էլ մահ կամ ազատությունը շարունակում ես համարել քո կարգախոսը։